Բարև ձեզ իմ սիրելի կանայք, բարև ձեզ իմ սիրելի երիտասարդ աղջիկներ։ Ես մի քանի նամակ էի ստացել, ճիշտ ասած արդեն դուրս էի գալիս, ուղղակի ցույց տալ իմ լուկը։ Շատերին հետաքրքրում է ով է այս կինը, ինչ է անում։ Ես աշխատում եմ ֆրանսիական մոդայի տան համար, իհարկե դա չի իմ մասնագիտությունը, ես սպորտսմենու եմ եղել, բայց ուղղակի 2 րոպեով կցանկանամ խոսել իմ սիրելի հայ կանանց հետ։ Սիրելիներս, շատերին թվում է, թե տարիքը արդեն հասնում ենք 60-ին, մեր կյանքը ավարտված է։ Գիտեք ամենակարևորը կնոջ համար ինչն է, որ դուք ինքներդ ձեզ սիրեք եւ ձեր աչքը գեղեցկացնի, այսինքն դուք տեսնեք ձեզ, նայեք ձեզ եւ մտածեք ինչու՞ չէ։ Լինեք չափի սահմաններում էլեգանտ։ Չպիտի անցնենք էքստրեմների մտածելով, որ երիտասարդները հագնվում են, մենք է պետք է հագնել։ Իմ լուկը ես որպես ներկայացուցիչ տան համար, որը կոչվում է Maison Captain, ես ուղղակի ձեզ մի բան պետք է խնդրեմ, իմ սիրելի կանայք, իմ սիրելի աղջիկներ, քաշը, հասակը, բացարձակապես կապ չունի մնալ կանանցի էլեգանտ։ Եւ ամենակարևորը տարիքը։ Եթե մենք չենք անցնում էքստրեմների, եթե մենք չենք անցնում վուլգարության, 60, 70, 80 մենք պետք է մեզ հետևենք։ Կինը պետք է այս աշխարհից հեռանա միշտ իր ինչ ասեմ, գեղեցկությունը պահպանելով։ Սիրելիներս, ամենակարևորը հագնվեք եւ ձեր մակիաժը, կոսմետիկան արեք ձեր համար առաջինը, հետո նոր ուրիշների համար։ Սիրեք ձեզ, հարգեք ձեզ։ Ես ոչ մի ավելնորդ բան ձեզ չեմ ասում։ Ես 61 եմ, շուտով կլինեմ 62 տարեկան։ Կարևորը շատերն ասում են հասակը, ոչ սիրելիներս, բոլորս էլ ունենք մեր խնդիրները, մեր դեֆեկտները։ Ես ուղղակի ձեզ մեկ բան պետք է ասեմ։ Ոչ մի տեղ, ոչ մի գրքի մեջ գրված չի, որ կինը բոլոր կանայք պետք է լինեն նիհար, բոլոր կանայք պետք է լինեն նմանատիպի։ Պահպանեք ձեր բնական գեղեցկությունը, պահպանեք ձեր հրաշալի տեսքը, դա կապ չունի 2 կիլո ավել, 3 կիլո պակաս, 10 սանտիմետր ավել, 10 սանտիմետր պակաս։ Սա է իմ առավոտյան մաղթանքները իմ հայ կանանց։ Տարիքը կապ չունի։ Մենք ապրում ենք մինչև վերջ եւ ցանկանում ենք մնալ հմայիչ, գեղեցիկ, էլեգանտ կանացի։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ իմ հայ կանանց, որովհետև ես հայ եմ ծնվել, հայ եմ ապրում եւ հայ էլ կգնամ այս աշխարհից։ Պակա-պակա։